Երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է, եւ հիմա քննարկում է երկու սցենար, 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ հիմա այդ քննարկումներն են, ընդ որում այդ քննարկումներին մեր վերաբերմունքը այսպես ասած տեխնիկա տնտեսականը կամ ֆինանսատնտեսական։ Այսինքն ստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ, այնտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու եւ որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով։ Ես էլ ասեմ, որովհետև մեր իրականության մեջ երբեմն պարզվում է, որ նման նրբություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա, մարդիկ սովորաբար ներդրում անում են այդ գումարը եւ գումարած որոշակի տրամաբանական տոկոսով շահույթ հետ ստանալու համար։ Աշխարհում ներդրման ուրիշ մեխանիզմ գոյություն չունի պարզապես։ Հիմա ուրիշ հարց, Trip Root կամ Trip ընկերությունը ինքը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ձևավորված համատեղ ձեռնարկություն է, բայց ինքը, այսպես ասած, լայն պրոֆիլի քաղաքական պայմանավորվածությունը իրականացնելու պրոֆիլի ձեռնարկություն է։ Ինքը պրոֆեսիոնալ չէ երկաթուղու, էներգետիկայի, նավթի, ինտերնետի եւ այլ ոլորտներում։ Եվ հավանականություն է առաջանալու անհրաժեշտություն, գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում, գուցե դեպքերի մի մասում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների, ովքեր տիրապետում են այդ գործին, ինչպես փող դնել տվյալ ոլորտում եւ ինչպես փողը շահույթ ստանալ։ Եվ այստեղ մենք նաեւ այստեղ է, որ մենք ասում ենք, որ ներդրումային նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում այլ ընկերությունների համար եւ իհարկե մենք ամեն դեպքով պետք է քննարկենք Trip ընկերության շրջանակներում, Trip Root-ի շրջանակներում, թե որտեղ ինչ մոդել ենք ընտրում, որովհետև պետք է գնահատվի կարողությունները, պետք է գնահատվի ֆինանսական հնարավորությունները եւ պետք է ամեն դեպքով կայացվի որոշում։ Բայց ելի ուզում եմ ընդգծել եւ իմիջայլով սա Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ ընդգծված է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը։ Սա սրա մասին է, թե մենք պետք է քննարկենք, թե ինչ երրորդ ընկերություններ կարող են մասնակցել, ինչ հիմունքներով եւ այստեղ ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ ներդրողի ներգրավման համար պետք է համաձայնություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, սա ասում եմ նաեւ դրա համար, որովհետեւ մեր իրականության մեջ նաեւ քննարկում են սցենարներ, որոնք ներկայացնողների կարծիքով ռիսկեր են պարունակում Հայաստանի Հանրապետության համար։ Բոլոր ռիսկերը կառավարելու բոլոր գործիքները ունեն։ Ուզում եմ ընդգծել նաեւ հետեւյալ ընդգծումը անել, որ Trip Root նախագիծը Հայաստան Միացյալ Նահանգներ երկով նախագիծ է,
Բայց արդյոք այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը։ Այո, այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը, որովհետև ինչպես տեսնում եք, եւ երկաթուղին, եւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, մենք ըստ էության, եթե խոսում ենք արևելք, արևմուտք երթուղու մասին, այսինքն մենք կարող ենք երկաթուղի կառուցել, բայց եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի այդ երկաթուղին։ Ինքը նախկինում եղել այդ երկաթուղին եւ իրադրության քաղաքական իրադրության բերումով ընթացքում զրոյացել է եւ հետո գիտեք ինչա տեղի ունեցել։ Այսինքն նախագիծը ինքը երկում Հայաստան Միացյալ Նահանգները, բայց ընդհանուր ըմբռնումը սա պետք է մեզ որպեսզի մենք ինտեգրենք մեր նախագծերը Ադրբեջանի նախագծի հետ։ Իհարկե համատեքստում պարզ է, որ Ադրբեջանի հետաքրքրությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև կապի մասին է, որ էլի հռչակագրում ընդգծված է, մեր հետաքրքրությունը նաեւ Հայաստան կապի մասին է Ադրբեջանի տարածքով, ընդ որում կարող է այդտեղ Ադրբեջանի տարածքով հետագայում բիզնեսը ինքը գուցե որոշ սցենարների նկատմամբ հետաքրքրություն առաջացնի, մենք Հայաստան, Ադրբեջան ասելով նկատի ենք ունենում այս քաղաքական աչքով այս երթուղիներն են կարծում, բայց այս էլ Ադրբեջան, այս էլ Հայաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա շատ կարեւոր մի առանձնահատկություն կա երկաթուղու արևելքից արևմուտք իրենց շարունակության մասին, որովհետև մեր ընկալումը այն է եւ մեր ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրից Նախճեվան, հետո շարունակությունը երազ, շատ կարևոր է նաեւ այս երկաթուղին մինչեւ Թուրքիայի սահման ախուրիկ շահգործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է նույնպես շատ կարճ կտոր եւ մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։ Իհարկե գաղտնիք չկա, որ Թուրքիայում սկսվել է Ղարս Դիլիջու, այսինքն Ղարսից դեպի Նախճեվան տանող երկաթուղու կառուցումը, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք դիրքորոշումը, որը մենք կիսում ենք մեր գործընկերների հետ, հետևյալն է, որ այս դարակազմիկ շրջադարձը Վաշինգտոնի աղության գագաթաժողովը հնարավորություն է, որպես այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին ըստ էության հնարավոր է լինելու ապահովել ախուրիկ երազք երթուղով եւ իհարկե մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում եւ համաձայնություն ձևավորելու համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Վաշինգտոնի հռչակագրով նախատեսված է երկու երկրների Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաղորդակցությունների բացումը ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով, երկով, այսինքն Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից Հայաստան եւ միջազգային փոխադրումների համար, այսինքն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ եւ Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ, որը շատ էական նրբություն է։ Հիմա այն հարցի վերաբերյալ, որը վերջերս շատ քննարկումների առարկա դարձավ, ասվում է, որ այս նախագծերը պետք է իրականացվեն Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով։ Ու պարզ է, որ մենք էլ ասում ենք, որ պետք է իրականացվի Հայաստանի համար ընդունելի պայմաններով։ Բայց այս խնդիրը լուծված է, որտեղ հենց Վաշինգտոնի գագաթաժողովի ամբողջ նպատակը եւ իմաստը այն էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նախագահ Թրամփի ներկայությամբ, ով իր ստորագրությամբ
ամրագրեց այդ պայմանավորվածությունը որպես վկա, արձանագրեն, թե որոնք են իրենց համար ընդունելի պայմանները։ Եվ դա արձանագրված է Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում։ Այնտեղ գրվածի տակ կա եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրությունը, այսինքն եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար այդ պայմանները ընդունելի են։ Այդ պայմաններն են երկրների այն ինչ որ ասցի, ինչ սկզբունքներով պետքա գործեն։ Պետքա գործեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության հիման վրա։ Իհարկե Վաշինգտոնի հռչակագրի արդեն 5-րդ կետում խոսվում է նաև սահմանների անխախտելիության մասին Ալմատիի հռչակագրի հիման վրա։ Հարգելի ներկաներ, ես նախ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել այս շրջադարձային փոփոխությունների համատեքստում նախագահ Թրամփի առանձնահատուկ դերը, որովհետև իհարկե նախ